Ողջույն սիրելի հետևորդներ, եթերում դեղորայքային տեղեկատու հաղորդաշարն է։ Այսօրվա մեր թողարկումը լինելու է ստրեպսիլսի մասին։ Արդեն շատ երկար տարիներ է, որ այս դեղամիջոցը իր ուրույն տեղն է զբաղեցնում դեղագործական շուկայում ու դեղատներում։ Այն բավականին հայտնի է թե Հայաստանում, թե Ռուսաստանում, թե մնացած այլ երկրներում։ Եվ գրեթե չի գտնվի սպառողների մեջ մեկ անձնավորություն, որ գոնե մեկ անգամ ստրեպսիլսը օգտագործած չլինի։ Նույնիսկ ես կասեի, որ դեղատան օգտվողներից սպառողների 90%-ից, եթե ոչ ավելին, հաստատ օգտագործել է այս դեղամիջոցը որպես կոկորդի ցավի մեղմացնող դեղ։ Կոկորդի ցավի համար նախատեսված դեղամիջոցներից երևի թե ամենահայտնին ստրեպսիլսն է։ Այն թողարկվում է ենթալեզվային հաբերի և ցողաշիթի, այսինքն սպրեյի տեսքով։ Նախատեսված է ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար։ Սիրելի հետևորդներ, դեղատանը երբ ցանկանում եք գնել ստրեպսիլս, մասնագետը ձեզ անպայման հարցնում է ստրեպսիլսի որ տեսակն եք ուզում։ Սակայն այս հարցը ոչ թե վերաբերվում է ստրեպսիլսի համերին, նարինջի համ, կիտրոնի համ, մենթոլի համ և այլն, այլ վերաբերվում է կոնկրետ դեղի տեսակին, որովհետև ստրեպսիլսը արտադրվում է մի քանի տեսակի։ Խոսքը ոչ թե ենթալեզվային հաբերի կամ ցողաշիթի մասին է, այսինքն ընտրեք սպրեյ թե հաբ տարբերակը, այլ տեսակի մասին է։ Օրինակ, ստրեպսիլս ինտենսիվ, սա ինչ է իրենից ներկայացնում։ Ինտենսիվը իր մեջ պարունակում է ֆլուրբիպրոֆեն, այն նախատեսված է կոկորդի ցավի, կոկորդում առկա այտուցի և բորբոքվածության համար։ Ստրեպսիլսի ինտենսիվ տարբերակը ունի մեղրի և կիտրոնի համային համադրություն։ Կիրառվում է հիմնականում մեծահասակների շրջանում և նախատեսված է ցանկացած տիպի սուր շնչառական վիրուսի ժամանակ, որը ուղեկցվում է կոկորդի ցավով։ Ստրեպսիլս ինտենսիվի ընդունման կարգն է։ Մեծահասակներին և 12 տարեկանից բարձր երեխաներին թույլատրվում է 1 հաբից օրական մինչև 5 անգամ, 3-ից 6 ժամը 1 ընկած ինտերվալով, կուրսը մաքսիմում 3 օր։ Սիրելի հետևորդներ, մինչև 5 անգամը նշանակում է, որ կարող եք օրվա մեջ նույնիսկ 3 անգամ կիրառել, սակայն 3-ից պակասը արդեն անիմաստ է։ Մինչև 5 անգամը թույլատրվում է կիրառել 24 ժամվա ընթացքում, յուրաքանչյուր 2-3 ժամը կամ եթե տվյալ պահին ձեր տեղը անհարմար է, թեկուզ 6 ժամը 1, միայն թե կիրառեք։ Կուրսը նախնականը ցուցված է 3 օր։ Առհասարակ ըստ դեղի ներդիր թերթիկի 3 օրից ավել չի թույլատրվում, բայց լինում են դեպքեր, երբ մարդիկ 5 օր են ընդունում կամ նույնիսկ 1 շաբաթ։ Ստրեպսիլս ինտենսիվը հակացուցված է մինչև 12 տարեկան երեխաներին, հղիության 3-րդ եռամսյակում գտնվողներին, երիկամային անբավարարություն, հեմոֆիլիա, եղնջացան, բրոնխիալ ասթմա, կրոնի համախտանիշ, 12 մատնյա աղու խոց ունեցողներին։ Հաջորդ տարբերակը, սիրելի հետևորդներ, ստրեպսիլս էքսպրեսն է։ Սա ի տարբերություն ինտենսիվի իր մեջ նաև պարունակում է լիդոկային, ունի տեղային ազգայացնող և ուժեղ ցավազրկող ազդեցություն։ Դարձյալ կիրառվում է կոկորդի ուժեղ ցավի դեպքում, սակայն ինչպես արդեն ասացի, լիդոկայինի հաշվին ունի տեղային ազգայացնող ազդեցություն։ Ընդունման կարգը։ Թույլատրվում է 1 հաբից օրական մինչև 8 անգամ, յուրաքանչյուր 2 ժամը 1, կուրսը կրկին 3 օր է։ Հակացությունները նույնն են, սիրելի հետևորդներ, մինչև 12 տարեկան երեխաներին հակացուցված է կրծքով կերակրում, հղիություն, ինչպես նաև մնացած այլ հիվանդությունները, որոնք ես շեշտեցի ինտենսիվի ժամանակ։ Հաջորդ տարբերակը, սիրելի հետևորդներ, ստրեպսիլսի դեղին փաթեթավորմամբ տուփի, սպիտակ դեղին գույնի փաթեթավորմամբ, մեղրի կիտրոնի համով սովորական տարբերակն է։ Մեղրի և կիտրոնի համով նախատեսված ստրեպսիլսը ունի կոկորդի չորությունը և քերոցը վերացնելու, ինչպես նաև փափկեցնելու ազդեցություն։ Նույն ազդեցությունը ունի նաև նարնջի համով նախատեսված ստրեպսիլսը, որը նաև իր մեջ պարունակում է վիտամին C։ Մեղրի կիտրոնի համադրությամբ ստրեպսիլսը միայն վերացնում է քերոցն ու չորությունը կոկորդում, իսկ ահա նարնջի համով տարբերակը, որը իր մեջ նաև պարունակում է վիտամին C, ունի վերին շնչառական ուղիների իմունիտետը բարձրացնելու հատկություն։
Երկուսի դեպքում էլ ընդունման կարգը նույնն է՝ 1 հաբից օրական մինչև 8 անգամ։ Հակացուցված է, սիրելի հետևորդներ, մինչև 6 տարեկան երեխաներին։ Ստրեպսիլսի հաջորդ տարբերակը մենթոլ էվկալիպտի համադրությունն է։ Ընդամենը համն է այստեղ տարբեր, ընդունման կարգը եւ հակացուցումները նույնն են։ Ունի նաև շատ հետաքրքիր ու կարևոր արտադրանք։ Այն նախատեսված է շաքարային դիաբետ ունեցող անձանց համար։ Strepsils առանց շաքար, Strepsils bis սախարը, հենց այդպես է կոչվում։ Ընդունման կարգը գրեթե նույնն է, սիրելի հետևորդներ, մինչև 5 անգամ կամ մինչև 8 անգամը թույլատրվում է յուրաքանչյուր 2 կամ 3 ժամը 1, ինչպես արդեն ասացի, դիաբետով հիվանդների համար։ Եվ վերջում, հարգելի հետևորդներ, մանկական ստրեպսիլսը, ենթալեզվային հաբեր, որոնք ցուցված է սկսած 6 տարեկանից մինչև 12 տարեկան ընկած հատվածը։ Ընդունման կարգը 1 հաբից օրական 3-ից մինչև 4 անգամ, յուրաքանչյուր 2 կամ 3 ժամը 1։ Ահա եւ վերջ, ես ձեզ պատմեցի ստրեպսիլսների կարևորությունը եւ տարբերությունը։ Տարբերությունը երևի թե ամենակարևորն էր ու ամենաառաջնայինն էր, որ պետք է ասվեր, որովհետև շատերը չգիտեին սրա տարբերությունը եւ երբ մտնում էին դեղատուն եւ մասնագետը իրենց հարցնում էր ստրեպսիլսի որ տեսակն եք ուզում, մարդիկ միայն առաջնորդվում էին համի տարբերակով, սակայն տարբերությունը ոչ միայն համերն է, այլ նաեւ ազդման մեխանիզմը։ Այսքանը, սիրելի հետևորդներ, ուզում եմ շնորհակալություն, հատուկ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն հետևորդներին, որոնք ցիկլոֆենակի տեսանյութի տակ թողել էին հրաշալի մեկնաբանություններ։ Շնորհակալ եմ ձեզանից, միշտ եղեք ակտիվ եւ հիշեք, որ մեր ալիքի ապագան նաեւ ձեր ձեռքերում է։ Շնորհակալ եմ, հարգելի հետևորդներ։ Լավ մնացեք, մենք էլի հանդիպելու ենք։